Օրվա սպասված լուրին անցնեմ։ Ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն։ Աջակիցներին ավելի քան 2 ժամ լարված պահելուց հետո մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանգուցալուծում է նախընտրական գլխավոր ինտրիգներից մեկը, ասում է Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Որպեսզի բարերար գործարար Տաշիր գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյան առաջը դրվի վարչապետի թեկնածու, պետք է փոխվի Սահմանադրության 148-րդ հոդվածը։ Այդպիսի նախաձեռնությամբ Ուժեղ Հայաստանը հանդես կգա նոր խորհրդարանի առաջին իսկ նիստում։ Ընտրություններից 20 օր անց ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Ժողովրդի վստահությամբ եւ ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այն, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոխվել խորհրդարանական քվեարկությամբ եւ ոչ թե հանրաքվեով, վկայել են Հայաստանի 5 հեղինակավոր սահմանադրագետներ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված Նրանց կարծիքը տեսագրությամբ ներկայացվել է նորաստեղծ կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ։ Ազգային ժողովը առանց հանրաքվեի կարող է Սահմանադրության որոշ գլուխներում եւ հոդվածներում կատարել փոփոխություններ։ 148-րդ հոդվածը չի մտնում 202 հոդվածի առաջին մասում սահմանված այն գլուխների եւ հոդվածների ցանկում, որոնց համար պարտադիր է հանրաքվեի անցկացումը։ Ըստ սահմանադրագետ Սիրանուշ Սահակյանի, փոփոխությունների այդ նախագիծը կարող է դրվել ազգային ժողով քվեարկության եւ այն պետք է հավաքի падգամավորների ընդհանուր թվի 2/3 ձայները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, անհրաժեշտ է ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Այս խոսքերը հաստատում են մի շարք այլ իրավաբաններ, որոնք ժամանակին մասնակցել են Հայաստանի Սահմանադրության մշակմանը։ Հետո ներկայացվում է Սամվել Կարապետյանի որպես վարչապետի թեկնածու առաջին ուղերձի տեսագրությունը, ստեղծված արհեստական բանականությամբ։ Ընտրությունը բոլորիս առջև հստակ է։ Թույլ առաջնորդություն, թե ուժեղ առաջնորդություն, բաժանում, թե համախմբում, ինքնիշխանության շարունակական զիջում, թե ինքնիշխանության ամրապնդում, նվաստացում, թե արժանապատվություն, հուսահատություն, թե հույս։ Աշխարհում ոչ մի երկիր չի կարող խաղաղության մասին բանակցել խաղաղություն աղերսելով։ Տեսաուղերձում ասում է Սամվել Կարապետյանը, խոստանալով ուժեղացնել բանակը, նոր տեխնոլոգիաներ ներդնելով, ժամանակակից պաշտպանության ծրագիր մշակելով։ Ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ։ Մենք մեր հայրենակիցներին առաջարկվելիք ծրագրում չենք խաբելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք։ Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը։ Մնացել է 115 օր, որպեսզի Հայաստանն ավելի ուժեղ դառնա։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի 8 տարի կառավարած Փաշինյանի թիմը չվերընտրվի։ Ինչ չես հասցրել, որ հիմա ուզում ես ավարտես։ Գիտեք ինչն է խնդիրը, որ չեն պոկվում աթոռից։ Ուզում են երրորդ անգամ էլ շանս տանք իրենց։ Սովը արգել հայրենակիցներ, այս մարդիկ սոված են։ Դրա համար չեն հագենում, երրորդ ժամկետն են ուզում։ Ժամանակն է, որ մեր երկիրը ունենա ուժեղ առաջնորդ, կուշտ առաջնորդ, լուրջ առաջնորդ։ Լիլիթ Գասպարյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։